Եկեղեցին մեր խորհուրդն է, մեր ինքնությունն է, մեր ազգային մտածելակերպը, մենք ներկայանը, մենք ազգ, որը քրիստոնյա է, 301 թվականին ընդունել է քրիստոնեություն, այսինքն առաջի ազգն է, չէ՞ համարվում սենց բանով։ Դա հնուց եկած բանի, որ մարդիկ ունեն իրենց մեջ այդ հավատը, այդ քրիստոնեությունը ոնց կարելի է, թող նա իր գործով զբաղվի, կառավարությունը, հոգևոր աշխարհը իր գործով զբաղվի։ Հիմա ես խոսում եմ քաղաքական բռնել։ Շատ վատ եմ գնահատում։ Աշխարհում դες դեպք չի եղել, որ պետությունը խառնվի եկեղեցու գործերի մեջ ու այդքան բարձրակարգ հոգևորականներն էլ տանեն բանտ նստան։ Ով է այդ ձևի բան լսել կամ իմացել։ Սա ինչ վիճակ է։ Նրանք ուղղակի ստիպում են մարդկանց, որ ձեն չհանեն։ Եթե ճիշտ են ասում, ուրեմն իրանց դեմ են։ Ճիշտ բառը չի կարելի ասել ուրեմն։ Մարդը չի տանի այդ ձևի հոգևորականներին դատի առաջ կանգնացնի, ամիսներով էլ դատարանի բանտերն պահի։ Պետք է լուծել ուղղակի մի այլ հարցով, էլի իրար հասկանալով։ Ուրիշ ոչ մի բան։ Պետք չէ աղմուկ բարձրացնել, պետք չէ ժողովրդի մեջ ինչ-որ տարակուսանքների մեջ դնել։ Եկեղեցին ինքն իրեն ինքնիշխան ինչ-որ կառույց է, որ պետք չի մեր երկրի այս վիճակով եկեղեցուն պախարակել, անկախ ամեն ինչից, եկեղեցու ներսում կամ մեր հոգևորականների ներսում ինչ է կատարվում, դա ներկայացնում է մեր երկրի դեմքը, մեր երկրի կրոնը, մենք այլ երկրներին ներկայանում ենք պախարակված զզվելի իրավիճակով։ Եկեղեցու դերը հայ ազգի համար ու սենց ասեմ կրոնը եկեղեցի նույն բանն է ու ընտանիքի ամրությունը այդ երկուսը միասին այս մեր թշնամիներից պաշտպանելա մինչև օրս հայ ազգը այդ երկուսի շնորհիվ է գոյատևել մինչև օրս այս թշնամիների ակցանի մեջ։ Վարյար Սամվել Կարապետյանը տևական ժամանակ բանտում է հայոց եկեղեցու պաշտպանության համար։ Իքը երևի վախում է իր բանը, որ չմնա Նիկոլը, դրա համար կալանավոր եմ, էլի։ Վախում է իր պաշտոնից, որ չզրկեն, էլի, երևի դրա համար։ Դա առաջի հերթին իր ապա մարմինները թողեց, քնչական մարմինը իր ապա մարմինները ու պատասխան տան, թե ինչի համար է դա ժողովրդին պետք է հաշվետու ունեն։ Առանց էլ մեր երկրում ամեն ինչ ծածուկ է լինում, այդ պատճառներն էլ էր ծածուկ, թե ինչի համար դա արվեց, ինչի համար չգնահատեցին Սամվել Կարապետյանին, ինչի համար անտեսվեց նրա ամբողջ գործը, դե դուք ուրիշ ձև եք հասկանում, ինքը ուրիշ ձև է հասկանում, հենց այդ բառերի հետ էլի, մենք մինչև հիմա գործերի փոխարեն բառերի հետևից ենք ընկնում, ոչ մեկ չի կարելի ասի, թե այդ պահին ինքը ինչի նկատի ուներ։ Չէր կարելի վարկաբեկել մեր այդքան տարիների պատմությունը, մեր եկեղեցին միշտ թիկունք ա եղել, ժողովուրդը ավելի շատ վստահել է եկեղեցուն, քան իշխանություններին։ Չի կարելի չէ, անընդունել եմ համարում։ Փաստորեն ինքը ագրեսիվ քաղաքականություն է սկսել վարել, ավտորիտար կերպար է ընդունել ու այդ ձևով առաջագն հաշվի չի առնում ինքը ոչինչ կամ անցյալօրվա ընտրություններից ինչի այդ մարդկանց նորից հավաքեց, ինչ էին արել այդ կուսակցության անդամները, որ բանտարկեց, դա լավ բանից չի խոսում, չէ։